Բարև ձեզ հարգելի ագընտիրներ, հայրենիք լրատվական կենտրոնեն գաղորդենք լուրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական վեաժողովին դիմաց հայտարարեց, որ Արցախեն բռնակախտված արցախցիները պետք է դեղավորվին Հայաստանի մեջ, նշելով, որ Երևանի իշխանությունները արցախցիներուն աբական կտեսնեն Հայաստանի մեջ, Հայաստանի քաղաքացիությամբ։ Փաշինյան իրադեսական չհամարեց արցախցիներուն Արցախ վերադարձը, զայն խաղաղության հոլովույթին վտանգ մսեբելով։ Ըստ Փաշինյանի, Արցախի տագնապը սկսած է մարդասիրական բարձ հարցերու արձարծմամբ եւ վերածված է երկարատև տագնապի։ Անայս ցևով ուրացավ հայրենի հողի պաշտպանության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը, որոնք Արցախյան բայկարին երկու նպատակներն են։ Արտաքին գործոս նախարարությունը հաղորդեց, որ դակավինչի ավարտած Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններով փաստաթուղթերուն ուսումնասիրման աշխատանքները։ 9 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանձնարարեց դասակարգել եւ հանրության հասանելի դարձնել փաստաթուղթերը, որոնք լույս պիտի սփռեն Մինսկի խումբին կողմի 2019-ին կատարված առաջարկին եւ Փաշինյանի իշխանություններուն տված պատասխանին վրա։ Մինչ իշխանական պատգամավորներ կբնթեն, որ Երևանի իշխանությունները առաջարկը չեն մերժած, չեն լուսաբանել, թե ի վերջո 2019-ի առաջարկին ճակատագիրը ինչ եղած է։ Կան դարաբնույթ մեկնաբանություններ այս առաջարկին վերաբերյալ եւ ընդդիմությունը կսպասե, որ բանակցային փաստաթուղթերը հրապարակվին, որբեսի ամեն ինչ բացահայտվի։ Սակայն մեուգես տարի է ի վեր փաստաթուղթերուն ուսումնասիրման եւ դասակարգման աշխատանքները կշարունակվին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարեց, որ ներկայիս Թրամփի ուղիին գործնական քայլերուն շուրջ համաձայնություն չկա, սակայն ծրագիրը կմնա ամերիկյան վարչակազմին օրակարգին վրա։ Փաշինյան ընդգծեց, որ քննարկումներ կատարված են նախագծման շուրջ եւ ներկայիս կաշխատին, թե ով պիտի նախագծե եւ ֆինանսավորե, որովհետեւ երկաթուղին պետք է նախագծվի։ Ինչ կվերապերի խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի նախագահային դարաբնույթ հայտարարություններուն, Փաշինյան նկատել տվավ, որ Երևանն ու Բաքուն կխոսին խաղաղության մասին, սակայն հարագից թեմաներու շուրջ կան որոշ սխալ մեկնաբանություններ։ Հայաստանի ազգային ժողովը ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին հայտարարության նախագիծը 64 կվեներով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատրաստած նախագիծը գոչ կգադարի Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետություններուն, ինչպես նաեւ հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական եւ մշակութային շրջանակներուն հերու մնալու խոսույթները, որոնք գրնան մթնոլորտը շիգացնել։ Ընդդիմադիր Հայաստան եւ Բադիվ ունեմ խմբակցությունները չմասնակցեցան քվեարկության։ Պատգամավոր Իշխան Սաղաթելյան հայտարարեց, որ խաղաղության հաստատման մասին հայտարարությունները գեղձ են։ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան ոչ մեկ պատասխանատվության պիտի ենթարկվի ընդդիմադիր պատգամավոր Արտուր Սարգսյանի ուղղած իր սպառնական խոսքին համար։ Անտահլիջի մեջ Սարգսյանի սպառնացած էր անոր վիզը կտրել։ Երևանի դատախազը այս խոսքը սպառնալիք չհամարեց, թե ինչպես դատախազը այս եզրակացության հասած է, ընդհանուր դատախազությունը բացատրություն չունի, մինչդեռ 72 տարեկան Ռաֆայել Սարգսյան մեղադրված է նույն բովանդակությամբ խոսք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղած ըլլալուն համար։ Հայաստանի դատական համագարկը խտրական վերաբերում ունի ընդդիմադիրներու նկատմամբ, հաստատեց իրավապան Զարուհի Հովհաննիսյան, որուն համաձայն ադելության բարաբաշարը եկած է իշխանականներեն եւ նույն մագարտակի վրա կքաչալերվի ադելության խոսքը։
Պաշտպանության նախարարության գետրոնին վարչական տարվածներուն դիմաց մեծ թիվով ոստիկաններ հարցակեցան նահատակներու ծնողներու եւ հարազատներու վրա եւ փորձեցին զանոնք քաշ քշելով հերացնել։ Անհետ գործված զինվորներու ծնողները կպահանջեին հանդիպում ունենալ սպայագույնի պետ Էդվարդ Ասրյանի եւ Պաշտպանության նախարարի խորհրդական Գամո Վարդանյանի հետ, որ Արցախի բանակին նախկին հրամանատարն է։ Ծնողները հերթական անգամ հայտնեցին իրենց հուսախաբությունը իշխանություններեն, որոնք կխուսափին անհետ գործված զինվորներու հարազատներուն հետ տեսակցություն ունենալ եւ անոնց զավակներուն ճակատագրին կապված հարցերը քննարկել։ Քանի մժամ դեված լարվածութենեն ետք, բողոքի դիմաց բոլոր ծնողները ընդունեց սպայագույնի պետ Էդվարդ Ասրյան։ Հանդիպումին մասնակցած ծնողը հայտնեց, որ համաձայնած են դարձյալ հանդիպիլ եւ քննարկած են տարբեր հարցեր։ Մարդու իրավունքներու Եվրոպական դատարանը Ադրբեջանեն պահանջեց Բաքուի բանդերը գտնվող 23 հայ գերիներու բանդային պայմաններուն եւ առողջական վիճակին մասին հաշվետվություն ներկայացնել մինչեւ 4 նոյեմբեր։ Եվրոպական ադյանի մեջ հայ գերիներու շահերը ներկայացնող իրավապան Սիրանուշ Սահակյան հայտնեց, որ Ադրբեջան Եվրոպական ադյանին միջնորդություն ներկայացուցած էր վերացնելու հաշվետվություն ներկայացնելու իր բարդականությունը։ Սակայն Հայաստանի կառավարության եւ Եվրոպական դատարանի մեջ գերիներու ներկայացուցիչներու արարգություններեն ետք դատարանը ի վերջո մերժեց Ադրբեջանի միջնորդությունը։ Միջազգային Գարմիր խաչի Ադրբեջանի մեջ գործունեության կասեցում են ետք հայ գերիները ամբողջական մեգուսացման մեջ կգտնվին, որովհետև 3 ամիս է ի վեր միջազգային ոչ մեկ կազմակերպության ներկայացուցիչ անոնց հետ տեսնված է։ Հարկելի ակնթիռներ իսկ այժմ պիտի ունենանք հարցազրույցը Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մերժեց հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը առաջարկող օրենքի նախագիծը։ Ձեր կարծիքով այս մերժման պատճառաբանությունը ինչ է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության վերած հիմնավորումները իհարկե ակնհայտ էր, որ զուտ հերթական մանիպուլյացիաներ, իրենք փորձում էին իրավական հիմնավորում բերել, թե այդպիսի հոդված քրեական օրենսգրքում առկա է։ Մինչդեռ հոդվածի փոփոխության մեջ առաջին անգամ շեշտվում էր հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև չէր կապվում ցեղասպանության ժխտումը ռասայական խտրականության եւ մնացած քրեական օրենսգրքի հոդվածով կապվող այլ գործողությունների հետ, այսինքն ըստ էության ստացվում էր այն պարագայում, երբ կհերքվի ցեղասպանությունը, կհետևի քրեական պատասխանատվությունը։ Բնականաբար քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները այսպես բոցաշունչ ելույթներ ունեցան, որ իրենք երբևէ չեն ժխտել կամ չեն ժխտելու ցեղասպանությունը, մինչդեռ մեր աչքի առաջ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Իրենց իսկ ուրեմն առաջնորդը կասկածի տակ է դնում ցեղասպանությունը եւ մեծ է անհանգստությունը, որ դա ամենևին էլ իր նախաձեռնությամբ չի կատարվում եւ այլ ուժեր, դրսի ուժեր, իսկ ավելի կոնկրետ Թուրքիան եւ Ադրբեջանն են ստիպում նրան հրաժարվել ցեղասպանությունից։ Անդրադառնալով ցեղասպանության հարցին, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է ուսումնասիրենք, թե ինչ է պատճառը եւ թե արդյոք մենք ունենք մեր մեղքի բաժինը։ Արդյոք ասիգա թրկական տեզին գրթությունը չէ։ Գիտեք, առաջին անգամ է տեղի ունենում այսպիսի մի իրավիճակ, երբ մի ժողովուրդ, որ ենթարկվել է ցեղասպանության, փորձում է ցեղասպանության մեղքը փնտրել եւ գտնել իր մեջ։ Սա թուրքական թեզ է, որ տասնյակ տարիներով նրանց կողմից շրջանառվել է, փորձելով ցեղասպանության ողջ մեղքը բարթել հայ ժողովրդի վրա։ Օրինակ, շատ զարմանալի կլիներ նույնպիսի արտահայտություն լսել հրեաների կողմից, ովքեր կասեին, արդյոք մենք չէինք մեղավոր, որ մեզ ենթարկեցին հոլոկոստի։
հասկանալի է, որ այս խոսույթը, որ Փաշինյանի կողմից ներդրվում է մեր առօրյայում, փորձ է արվելու ժամանակի ընթացքում ավելի զարգացնել, տուրք տալով Թուրքիայի պահանջներին եւ Թուրքիայի ձգտումներին, որովհետեւ մենք գիտենք, որ ցեղասպանությունից հրաժարվելու եւ ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունը Թուրքիայի համար եղել է եւ շարունակվում է մնալ առանցքային։ Այսօր Փաշինյանը ըստ էության կրկնում է այն ամենը, ինչ տարիներով մեզ փորձել են համոզել եւ ընդհանրապես աշխարհին փորձել են համոզել թուրքերը, այս դեպքում մենք տեսնում ենք շատ սինխրոն գործողություններ։ Այսինքն ստացվում է, որ մենք պետք է հրաժարվենք կամ ուրանանք այն ամենից, ինչ տեսել են մեր տատերը եւ մեր պապերը։ Այսինքն ստացվում է, որ ես պետք է մտածեմ, արդյոք իմ պապը մեղավոր չէր, որ իրենց ընտանիքին ենթարկեցին ցեղասպանության եւ ինքը հայտնվեց այն ժամանակ Հայաստանի մանկատանը կամ ինչպես իրենք էին կոչում այն ժամանակ որփանոցում։ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական օրագարկեն հանել է յետք Փաշինյանը հայտարարել է, որ այս հարցը մեր երկրին ոչինչ կուտա։ Որոնք են այս դրամապանության ետին տակնված վտանգները ամբողջ հայության համար։ Տեսեք, նախ առաջին հերթին դա նշանակում է ընդհանրապես հիշողության եւ պատմության մերժում։ Ես հասկանում եմ, որ դա իրենց քաղաքական ուժի հիմնական նպատակն է, որովհետեւ երբ իրենք փորձում են համոզել բոլորին, որ պատմությունը Հայաստանի սկսվում է իրական Հայաստանով, դա նշանակում է մերժել եւ հրաժարվել մեր պատմությունից, այդ թվում նաեւ ցեղասպանության ողբերգությունից։ Ամբողջ աշխարհում առաջադեմ աշխարհը փորձել է ճանաչել եւ դատապարտել հայոց ցեղասպանությունը եւ ընդհանրապես գոյություն ունեցող ցեղասպանությունները հենց ելնելով նրանից, որ պետք է այդ ճանապարհով կանխվեն հետագա ցեղասպանությունները։ Եվ եթե մենք փորձում ենք ելնել այն մոտեցումից, որ աշխարհի կողմից, աշխարհի պետությունների կողմից ցեղասպանության ճանաչումը Հայաստանին ոչինչ չի տալիս, դա նշանակում է, որ հերթական անգամ դու հնարավորություն ես տալիս որևէ պետության կրկնելու ցեղասպանական գործողություններ։ Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Փաշինյանը բոլորովին վերջերս Իսրայելի նախագահի կողմից ցեղասպանության, հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արտահայտության հետ կապված ասաց, որ մենք դեռ պետք է հասկանանք, թե դա ինչ է տալու մեզ եւ այս պարագայում իհարկե դա բնականաբար ամենավտանգավոր հետևանքներով է լեցուն, ես էլի եմ կրկնում, որովհետև դա նշանակում է հրաժարվել մեր հիշողությունից եւ հրաժարվել մեր պատմությունից։ Շնորհակալություն ցեզի։ Հարգելի ակնթիրներ, մեր հյուրն էր Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյան։ Իսկ այսօրվան համար այսքան։ Հարաճիգա շաբաթ նոր լրատվությամբ կհանդիպինք։ Ցտեսություն։